առաջին պատահած դուրն ենք մտել ուղղակի անդամ եմ падգամավոր ես իմ լիազորությունների շրջանակում հերթականությունը կներեք ճիշտ է դուք կնախընտրեիք որ առաջ ես մոտ մտնեին բայց ես որպես падգամավոր ես նախընտրեցի սկզբից մենք նախընտրեցինք սկզբից բժշկին մասնագետին ապահովագրական համակարգում գործառույթ իրականացնող ամենակարևոր անձանց հանդիպել հետո նոր բայց ամենակարևոր անձինք ամեն դեպքում աշխատում են կազմակերպության մեջ, այնպես չի որ առանձին, այո, դրա համար երևի թե կազմակերպության ղեկավարությունն էլ պետք է տեղի առնի։ Մենք կազմակերպության ղեկավարությանն էլ կայցելենք, խնդիր չկա բացարձակապես, անպայման այսօր կայցելենք նաև կազմակերպության ղեկավարին։ Որովհետև մեզ համար, մինչև ձեր ասել, մեզ համար դա նույնպես կարևոր է։ Ձեր վերաբերմունքը, ձեր մոտեցումները, ձեր տեսած խնդիրները, ձեր վերհանած խնդիրները, ձեր առաջարկությունները մենք անպայման կուզենք լսել։ Շատ լավ։ Մենք անպայման ձեզ կայցելենք, շնորհակալություն։ Մենակ ադմինիստրացիայի տեղն էլ որ ասեք, սիրով կմոտենենք։ 3-րդ հարկ 52 կաբինետ տնօրենի սենյակ։ Շատ բարի։ Մենք Շնորհակալ ենք ձեր հրավերի համար, անպայման կայցելենք։ Չնայած հրավերին ենք կայցելելու։ Եթե կան հարցեր Չէ, երևի ամփոփել ուզում էի հարցնել, որ տեսեք, թերապևտը, մանկաբուժը, պացիենտը գալիս է առաջի հերթին իր մոտ։ Բժիշկը հետազոտում է, լսում է, դիֆերենցիում է, տրիաժը անցկացնում, ինչից հետո ենթադրություն է անում, որ օրինակ սա իր մասնագիտականը չի պետք է ուղարկել նեղ մասնագետի մոտ։ Արդյոք դա աշխատանք չի, որի համար որ բուժաշխատողը պետք է վարձատրվի։ Ես նորից ասեմ, ես դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես համարում եմ, որ քանի որ հիվանդին վարելու է եւ բուժելու է նեղ մասնագետը, դա իրեն Իսկ հիվանդն է։ մանկաբուժը պեր կապիտա ստանում է, չէ՞։ Всё, այդ պարագայում շատ արդարացի է, միանշանակ։ Ես կարծում եմ դա է ստանում եւ կներեք պեր կապիտայի գործակիցը ավելացել։ Շատ լավ է։ Եվ ապահովագրական Իսկ ապահովագրական խորհրդատվությունների համար վճար ստացել են բուժաշխատողները։ Խորհրդատվությունների համար այո, ստացել են նեղ մասնագետները։ Միայն նեղ Մասնագետների հարցը դեռ քննարկվում է։ Այնտեղ պետք է զտել ճիշտ ասած խորհրդատվությունները, որն է, ասենք, միայն նեղ մասնագետի, նաև նեղ մասնագետինը, որը մնում է պեր կապիտայի շրջանակներում, որը որ տեղամասայինը ինքը սկսել է բուժել դեպքը, ավարտել է դեպքը։ Ուղղակի ներդրումից հետո արդեն 3 ամիս անցել է, արդյոք զտված չի։ Գիտեք ինչու՞մն է խնդիրը։ Կարողանան հասկանան, չէ՞, իրանք ինչի Խնդիրը համար են նրանումն է, որ այո, մի քիչ սխալ մուտքագրումներ եղան, որը հիմա պետք է իսկապես քննարկվի զտվի։ Ձեր ասածից հարց առաջացավ ինձ մոտ։ Այսինքն 3 ամիս բժիշկը աշխատել է եւ կարող է հետազոտության արդյունքում պարզվի, որ ինքը այդ բանը չպետք է աներ ու չիմանալու արդյունքում աշխատել է։ Նա պետք է չվճարվի, որովհետեւ դեռևս հետազոտական խնդիր կա։ Ես դրա աշխատել է, որ որոշ ինքը աշխատել է եւ ես ձեր ասածն եմ ասում, դուք ասացիք որոշ հանգամանքներով պայմանավորված վճարումներ չեն եղել եւ որոշակի հետազոտությունների արդյունքում եղել են պեր կապիտայով, ոչ, տեղամասայինները ստացել են իրենց պեր կապիտայով այն գործի համար, որ դեռ չեն ստացել։ Չէ, մյուսները ստացել են։ Հա, ոչ նեղ մասնագետներ կան, որոնք նշեցիք, որ դեռ նեղ չեն մասնագետները ստացել են։ Որվում չստանալը։ Տեղամասայինների մասին է խոսքը։ Տեղամասայինները ստացել են պեր կապիտայով իրենց աշխատավարձը։ Հարցի կողմն եք ասում, ես այն մյուս կողմն եմ արդեն ուզում ասնել։ Այն մարդիկ, ովքեր որ դեռևս չեն վճարվել որոշակի հետազոտությունների անհրաժեշտության հետ պայմանավորված։ Դրա համար եմ ասում, այդ հարցը դեռ Ինչ պետք է սպասվում է ձեզ։ Հետազոտություններից հետո պարզվեց, որ իսկապես այս մարդիկ այդ բանը, այդ աշխատանքը չպետք է անեին, ու պիտի չվճարվեն։ Չէ, իրանք դրա համար վճարվել են։ Էլի, տեսեք, որ ասում եք սխալ մուտքագրումներ են եղել։ Արդյոք նեղ մասնագետների մոտ սխալ մուտքագրում չի եղել, որ նեղ մասնագետներին ֆիլտրել եք, արդեն տրիաժը արել եք, վճարումը արել եք, իսկ ընդհանուր պրոֆիլին դեռևս չենք արել։ Նեղ մասնագետների մոտ մի փոքր ավելի քիչ էր այցելությունները, դրա համար մի քիչ ավելի հեշտ է։ Չէին թե կոդեր չունեին, մուտքագրեին։ Շատ դեպքերում կոդերներ են Կոդերը ուշադրել։ մի փոքր ուշ եկավ, բայց հա, հունվարին եկավ ավելի։ Գինեկոլոգիայի բաժին ասենք կա Գրիգորյան։ Այո։ Խնդիր չկա, մենք ուղղակի բժշկի ձայնը նախաձեռնող խմբով դիմել ենք ազգային ժողով, մեր գործընկեր պատգամավորները միացել են մեզ, մենք շրջում ենք Երևանի եւ
Հայաստանի պոլիկլինիկաներով, կոնկրետ պոլիկլինիկայից որևէ ահազանգ չի եղել։ Մենք ուղղակի շրջելու ենք եւ տեսնենք բուժաշխատողները ինչ դիտարկումներ ունեն, ինչ նկատառումներ ունեն, ինչ պետք է անեն պետական մարմինները, որպեսզի համակարգը հարատև գործի եւ մեր բնակիչներին շարունակի սպասարկել։ Որովհետեւ երբ որ մենք մտնում ենք օրինակ ինչ-որ բուժաշխատողի մոտ եւ իմանում ենք, որ 3 ամիս անցել է ու այդ մարդը չի ստացել իր խորհրդատվությունների աշխատավարձը, ես որպես բժիշկ ասեմ 3 ամիս չվարձատրվեմ, իմ մոտիվացիան կկորի ամբողջապես աշխատելու բժիշկ։ Դրա համար եկեք ճիշտ հասկանանք, ես հասկանում եմ, որ մասնակի վճար եղել է, պեր կապիտայով վճարվել են, բայց մենք գնում ենք այն ուղղությամբ, որպեսզի համակարգը երկար աշխատի, որ պացիենտներին երկար սպասարկի։ Դրա համար առաջի հերթին այդ համակարգի առաջամարտիկը, բուժաշխատողը, պետք է իր աշխատանքային պայմաններից, ստացած վճարից եւ արկա պարագաներից գոհ լինի։ Չենք կարա մենք դժգոհ բուժաշխատողով ունենանք հարատև աշխատող ապահովագրական համակարգ։ Եվ մենք ոչ թե ահազանգի վրա ենք միայն գնում, ահազանգերը բազմաթիվ են, հավատացնում եմ ձեզ, կարող եք մտնել նույնիսկ նախարարի տեղադրած նյութերի տակ, մեկնաբանությունները կարդալ, տեսնել ինչքան ահազանգեր կան։ Բժիշկների, պացիենտների, մենք ոչ թե ահազանգով ենք գնում, մենք սենց պարբերաբար շրջելու ենք, չենք տեղեկացնելու որևէ պոլիկլինիկայի, ոչ ադմինիստրացիային, ոչ նախարարությանը, հանկարծակի մտնելու ենք որևէ բժիշկի, տեսնենք, հարցնենք, ինչ նկատառումներ ունեն, որովհետև կոնկրետ այս պոլիկլինիկայի վերաբերյալ չեմ կարող ասել փաստական ապացույցներ չունեմ, բայց կան պոլիկլինիկաներ, որտեղ որ ադմինիստրացիան վարչական լծակով ստիպում է լռեն բժիշկները։ Իսկ նման բանը այդ ստրկատիրական համակարգը անթույլատրելի է բժշկական ոլորտում, որովհետև բուժաշխատողը պետք է կարողանա իր կարծիքն է արտահայտի, դժգոհությունն է, գոհունակությունն է ասի, մտանք բուժաշխատողի մոտ։ Շատ լավ բժիշկեր ասեց, համ գոհունակությունները ասեց, որ շատ լավ համակարգ է, պացիենտերին օգուտ է տալիս, համ իր դիտարկումները ասեց, որ խնդիր ունի, այս ինչը ճիշտ չի, այս ինչը սխալ է, ախր ներառական մասնակցային կերպով է պետք նման նախագծերը իրականացնել, վերջո սա սոցիալական ոլորտ է։ Բժիշկները վախենում են խնդիրների մասին։ Շատ դեպքերում այո, վախենում են խնդիրների մասին բարձրաձայնել, որտեղ շատ բժշկական կենտրոններում տնօրենը ասում է ձեն հանես դիմումդ գրի գնա։ Եթե հարկ ասու, որ ձեր մոտ չի եղել, բայց այդպիսի դեպք արձանագրվել է, ես ուզում եմ նաև մեր հանրությանը տեղեկացնել, որ այս հանդիպման մասով մենք ուղիղ եթերում ենք խոստացել, երբ որ այս մասով ազգային ժողովի լսումներ էին եւ այդ քննարկման ժամանակ մենք արձանագրեցինք, որ տարբեր բժիշկներ ունեցել են մասնագիտական իրավունքի կոպիտ խախտումներ, երբ նրանց ուղակի հեռացրել են աշխատանքից իրենց տեսակետը կամ նախարարին քննադատելու համար հանրային տիրույթում, դրա համար մենք որոշեցինք գնալ, ձեր մոտ չի եղել, բայց հիվանդանոցներ կան եղել են, որ հիվանդանոցը հեռացրել է նախարարին քննադատելու համար եւ նաեւ եղել է խիստ նկատողության դեպքեր բժիշկներին, այսինքն մենք այդ եզրահանգմանը, երբ որ եկանք, որ բժշկական հանրույթի իրավունքները ոտնահարվում են, որոշեցինք, որ մի հարմար օր գնանք եւ այսօր այդ հարմար օրն էր, որպեսզի մենք սկսենք մեր շրջայցերը ամբողջ հանրապետությունով ու կարձանագրենք այն բոլոր խնդիրները, որոնք որ իրականում կան եւ օրինակ այսօր բերել են ազգային ժողով նույն ապահովագրության հետ կապված որոշակի փոփոխություններ, նաեւ դա հնարավորություն է, որ մենք առաջի ձեռքից ստացած ինֆորմացիան այնտեղ քննարկենք, որովհետեւ ծանրաբեռնվածությունը գիտեք մեծանալու է եւ տաքսովարորդներն են արդեն ներգրավում, այսինքն ձեր ծավալը ապահովագրության շատ ավելի մեծանալու է, այո, բայց ես էլի եմ ուզում ասեմ, որ բարձրացությունը այսպես թե այնպես, այո, բարձրացել է նույն տեղամասայինների միայն պեր կապիտայով երևի 20-30%-ով բարձրացել է իրենց վարձատրությունը։ Միայն պեր կապիտայով քանի տոկոսով է բարձրացել։ Նո ծանրաբեռնվածությունը այսպես ասեմ, քանի որ մանկաբույժների տեսանկյունից առանձնապես մեծ փոփոխություն չի եղել, որովհետև այսպես թե այնպես իրենք այն ժամանակ էլ պետպատվերով էին սպասարկվում, մինչև 18 տարեկան երեխաները մեծ փոփոխություններ մանկաբույժների աշխատանքում չի եղել։ Փոփոխությունը եղել է այո, թերապևտների մոտ, գնաք մի հատ է գինեկոլոգիա կանոնց Այստեղ խնդիրը նաև ինչու մենք սրան գնացինք, որովհետև երբ որ հարցը բարձրացնում են նախարարի առջև եւ ասում ենք, որ բժիշկները բարձրաձայնում են մտահոգությունների մասին, որոնց պետք է լսել, որոնց պետք է արձագանքել ու լուծումներ տալ, պետք է նախարարը
ուղղակիորեն պատասխանում է, որ իրենք հանդիպում են առանձնակի մասնագետների հետ եւ առանձնակից լսում են։ Այսինքն ստացվում է, որ իրենք խնդիրների մասին լսում են նրանց հետ զրուցելով, ում իրենք են ուզում։ Մենք որոշեցինք, դուք այդպես եք ասում, տիկին նախարարը ինձ է այդպես պատասխանել։ Տիկին Ղազարյան, ես ասում եմ, այն պատասխանը, որը տիկին նախարարը տվել է ինձ անձամբ, երբ որ հարցը բարձրացրել եմ։ Դրա համար մենք ուզեցինք լսել անձամբ բժիշկներին։ Zoom հարթակներով հենց սկզբից ներդրումից հետո տիկին նախարարը եւ հիմնադրամի տնօրեն մասնակիցները Zoom հարթակով շատ անգամ շատ հանդիպումներ է եղել, բոլորս մեր հարցերն ենք այնտեղ տվել, պատասխանները ստացել ենք, այդպես չի որ։ Եկեք ես հազար ներողություն ընդգծեմ, որ Zoom հարթակում շատ տարբեր բուժկենտրոնում, ես չեմ ուզում մատնացույց անեմ, չեմ էլ ուզում ասեմ, որ դա ձերն է եղել կամ ումն է եղել, որևէ շատ բուժկենտրոններում տնօրենը ասում է հարցեր չտակ։ Հրահանգում է Ես կարող եմ ձեզ հարց տալ։ Այո։ Իսկ դուք Zoom հարթակում երբևիցե բարձրացրել եք այն հարցը, ինչպես եք վարվելու ինֆեկցիոն հիվանդների, տուբերկուլոզով հիվանդների հետ, երբ որ նախարարը հայտարարում է, որ պետք է վերապրոֆիլավորվեն ինֆեկցիոնիստները եւ ֆիզիատրները, այլևս պոլիկլինիկաներին այդ մասնագետները ակտուալ չեն եւ պետք է դառնան ընտանեկան բժիշկներ։ Այդ հարցը դուք որպես փորձարու, ես ձեզ ճանաչում եմ երկար տարիների պրոֆեսիոնալ, այդ հարցը տվել եք կամ ինչպես եք դուք որպես սպիտակ խալաթ հագնող պրոֆեսիոնալ բժիշկ գնահատում, ինչպես նաև ադմինիստրատոր, որ Հայաստանի Հանրապետության պոլիկլինիկաներում ֆիզիատրներ եւ ինֆեկցիոնիստներ չպետք է լինեն, հաջորդը լինելու են գինեկոլոգները եւ մնացած այլ մասնագետները։ Իհարկե, այդպիսի որոշում չի կայացվել, բայց որպես ես ասեմ, որպես քանի տարվա կազմակերպիչ առողջապահության, ինչ եմ ուզում ասեմ, այո, իրենց մոտ խնդիր կառաջանա, որովհետև խորհրդատվությունները, այսինքն կյանքում առաջին անգամ հանդիպող դեպքերը շատ ավելի քիչ են այդ մասնագետների մոտ, եթե որոշենք, որ այո, վարձատրությունը լինելու է հիմնականում խորհրդատվություններով, այո, այս դեպքում երևի թե այս մասնագետները որոշ չափով պետք է տուժեն, ինչ որ բան պետք է մտածել։ Տարբեր առաջարկություններ ա եղել, սկսած նրանից, որ իրենց վարձատրությունը էլի միգուցե թողնեն պեր կապիտայով, տարբեր, էլի եմ ասում, տարբեր առաջարկություններ եղել են։ Հարց տամ, էլի, լոգիկային ավելի մոտ չի, որ ինֆեկցիոնիստը ու ֆիզիատրը ավելի իրանց աշխատանքի լավ լինելը գնահատվում է նրանով, որ իրանք հիվանդ չունենան։ Ոչ թե լոգիկայով, դա ազգային ծրագրում Որովհետև ավելի լավ է իրանք կարողանան կանխարգել են հիվանդ չունենան խորհրդատվություն չանցկացնեն, քան իրանք լիքը հիվանդ ունենան ու մեր մոտ տուբերկուլոզի տարբեր իրենց վարձատրության մի քանի մեխանիզմներ են քննարկվել։ Մենք ունենք, այո։ Երևի այո։ Կտակ հանդիպեք։ Ես էլի եմ ասում, եկեք այսպես տնօրենի մոտ բարձրանանք, ինքը Եկեք մենք բժիշկների հետ շփվենք, հետո տնօրենի մոտ բարձրանանք, լավ, Որ բոլոր դժվարությունները նաև փոխանցեն տնօրենին։ որ բոլոր խնդիրները կարողանանք օբյեկտիվ ներկայացնենք նաև տնօրենին։ Որտեղա ֆիզիատրը նստում, եթե կարելի է։ Ֆիզիատրը նստում է ներքևում, մուտքը դրսի կողմից է, դրսի կողմից առանձնացված է իրեն։ Մտնենք, հետո գնանք ասենք ֆիզիատրի մոտ։